Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր դեկտեմբերի 2-ն է, օրը երկուշաբթի, դե արդեն եղանակից էլ է արտակ զգացվում, որ այսօր դեկտեմբերի 2-ն է, արդեն ձմեռը սկսվել է, Շատ պաշտոնապես է ձմեռը սկսվել, որովհետև մենք համ եղանակային պայմաններից ենք դա հասկանում, համ կոնկրետ առարկայական օրինակներով։ Դեկտեմբերի առաջին աշխատանքային շաբաթը մենք սկսում ենք չափազանց հետաքրքիր եւ շատ յուրահատուկ գրքի հեռուստաշնորհանդեսով։ Այո, բացի այդ թեմաները եւս կանադառնանք, ամեն բանի հերթով կանադառնանք, բայց միջև եթերային հիմնական ընթացքի նյուանսները ներկայացնենք մեր գործընկերոջը։ Դե ինչ, այլևս կարիք չկա մտածելու ինչ նախաճաշ պատրաստել երեխաների համար դպրոց ճանապարհելիս, Դարոյին կհոգացել է այդ մասին ներկայացնելով պատրաստի շոկոլադե նախաճաշի 3 տարբերակներ՝ շոկոլադե գնդիկներ, շոկոլադե միքս, շոկոլադե օղակներ։ Այն իսկապես փրկություն է մայրիկների համար, քանի որ պատրաստվում է շատ արագ, համեղ է ու հագեցնող։ Դարոյինքի աղվեսիկների հետ ձեր երեխաների առավոտները կսկսվեն համեղ ու հաճելի։ Ի դեպ, պատրաստի նախաճաշը զերծ է բոլոր տեսակի հավելումներից, քանի որ բնական ու բարձրորակ հումքից է։ Վստահեցնում ենք, թե դուք, թե ձեր երեխաները գնահատելու եք այն։ Տեսք վերջում նշենք, որ Դարոյինքի աղվեսիկներին կարող եք ձեռք բերել լավագույն վաճառակետերից։ Դե ինչ, հիմա պատմենք, թե ինչ հետաքրքիր գրքի եւ թեմաների շուրջ ենք այսօր զրուցելու մեր հյուրերի հետ։ Նախ գրքի հեռուստաշնորհանդես ենք ունենալու։ Նյումեկ հրատարակչությունը ընթերցողներին ներկայացնում է նոր հոգեբանական գիրք «Սիրելի հարազատ մարդկանց կորուստը հաղթահարելու համար»։ Գիրքը կոչվում է «Մոգական մտքերի տարին»։ Հեղինակը հայտնի լրագրող գրող Ջոան Դիդիոնն է։ Գրքի հեռուստաշնորհանդեսից հետո մենք խոսելու ենք թատերական պաստառների միջազգային մրցույթ փառատոնի մասին, Ռոմելա, շատ հետաքրքիր, որտեղ այդ պաստառներում իսկապես մի ամբողջ պատմություն է ու հետաքրքրություն։ Որ այս փառատոնը Հայաստանի պատմության դեռևս միակ միջազգային լայնամասշտաբ միջոցառումն է գրաֆիկ դիզայնի ասպարեզում։ Բացի այս ամենը պետք է պարզենք օրվա բաղադրատոմսը, վստահ ենք, որ ձմռան առաջին աշխատանքային օրը ջերմությամբ սկսելու համար Սաթենիկն էլ իր կողմից կառաջարկի մի համեղ բաղադրատոմս։ Առաջարկում ենք դիտել տեսահոլովակ, որտեղ առավոտյան երաժշտությունը միշտ օգնում է, որպեսզի ավելի լավ տրամադրություն ունենանք, բայց մինչև տեսահոլովակ դիտելը ես առաջարկում եմ տեղափոխվել խոհանոց եւ տեսնենք ինչ է անում Սաթիկը։ Բարի լույս։ Բարի առավոտ, Ռոմելա, Արտակ, երկուսս կարմիր ենք հագել, ինձ թվում է դա հենց այնպես չէ, որովհետև մեր տրամադրությունը շատ վառ է, մեր հանգստյան օրերը էլի արժեք են անցկացրել, ասեմ, որ շատ հավես է անցել։ Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա մեր թեմաներին, գերհագեցած է։ Գրքի շնորհանդես ունենք, այդ ընթացքում ես հասցնել եմ համեղ օգտակար նախաճաշ առաջարկել հեռուստադիտողներին։ Ասեմ, ինչ եմ առանձնացրել այսօրվա համար։ Սև հաց, իհարկե դուք կարող եք ցանկացած հաց օգտագործել, ես կտրատելու եմ և վրան շարեմ բաղադրիչները, որոնք հենց հիմա կթվարկեմ։ Քերիչով անցկացնելու եմ պանիրը, դեղին տեսակի պանիր եմ ձեռքի տակ, կատնաշորտ 200 գրամ, յուղայնությունը ինքներդ կարող եք որոշել, ձու 1 կամ 2, հատ կավելացնեմ և կանաչու ցանկացած տեսակ։ Ես հարելու եմ, միասեռ զանգված եմ, սարքելու և իհարկե համեմելու եմ։ Եթե մենք ասում ենք համեմենք, միասին, բոլորս հասկանում ենք, մենք ունենք հավատարիմ գործընկեր, խոսքը Tonyan's Family Company-ի մասին է։ Իհարկե ինչպես միշտ ես ասում եմ բազմազան են, բայց ուզում եմ այսօր յուրօրինակ անցում կատարել ամբողջ թենդի հետ, յուրօրինակությունը, բազմազանությունը ինչումն է կայանում։ Դուք այս պահին տեսնում եք ամբողջ տեսականին, թվարկել հարկավոր է կամ հարկավոր չէ, ես օգտագործելու եմ այսօր օրինակ սխտորի փոշին կվերցնեմ, սև պղպեղը և որոշել եմ չիայի սերմերով նախաճաշ առաջարկել այն մարդկանց համար, ովքեր հետևում են իրենց գեղեցիկ կազմվածքին, ասեմ, որ շատ օգտակար է չիայի
սերմերը բջջանյութերով է հարուստ, վիտամիններով է հարուստ։ Ես հիմա կգնամ արդեն խոհանոց, հենց այստեղ իմ սեղանի մոտ, կանցնեմ աշխատանքի։ Ահա, դուք տեսնում եք ամբողջ տեսականին, լայն է, բազմազան է, յուրօրինակ է, ցանկացած բաղադրատոմսում դուք կարող եք գտնել ձեզ հարկավոր համեմունք։ Այս պահին մեկ անգամ եւս հիշեցնեմ, առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zalatoe Testa Պրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիպ փականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Դե ինչ, քանի որ ես խոստացա, որ չիայի սերմով այսօր հետաքրքիր ըմպելիք եմ պատրաստելու, միասին այս զիպ փականից կոկ տվենք, բաց կանենք։ Զիպ փականը նախատեսված է նրա համար, որպեսզի համն ու հոտը ամբողջությամբ պահպանվի։ Ես կլցնեմ այստեղ, սկսում են իրականում 1 թեյի գթալից, ինչպես նշեցի, հարուստ է բջջանյութերով, վիտամիններով եւ կավելացնեմ իհարկե կիտրոնն է պատրաստ է, կկտրեմ, կավելացնեմ։ Սովորաբար սա անում են գիշերը։ Քնելուց առաջ դուք կարող եք պարզապես թրջել, ինքը ուռչում է, այդ նույն հատկությունը ստամոքսի մեջ է լինում, որ ասում ենք նիհարում եք, կարողանում եք գեղեցիկ կազմվածքը պահեք, ինչ է անում, քանի որ ուռչելու հատկություն ունի, ստամոքսում ուռչելու առանձնականությունը ունի, ամբողջությամբ ջուրն է հավաքում իր մեջ։ Ես կարող եմ նույնիսկ ինչու ոչ տաք ջուր էլ մի փոքր ավելացնեմ, որպեսզի աշխատանքը ավելի արագ լինի։ Եթե իհարկե ձեզ դժվար է առանց քաղցրի խմել, կարող եք, թույլ եմ տալիս մի փոքր մեղր ավելացնել, բայց մեղրը օգտակար կալորիականություն ունի, կարող եք ավելացնել։ Քանի որ խոսեցինք զիպ տարբերակից, այ այսպես փակում եմ, համը, հոտը պահպանվում է։ Արդեն հասկանալի է։ Եվ իհարկե ուզում եմ այս պահին խոսել մեր մյուս գործընկերոջ մասին, խոսքը բեկոնի մասին է։ Ունի լայն տեսականի, մսային այո, այսօր ոչինչ չունենք, բայց ունենք հավատարիմ գործընկերներ, ովքեր հեռուստադիտողներ, ովքեր այս պահին չեն ուզում պատրաստել իմ առաջարկածը, ուզում են բեկոնի կիսաֆաբրիկատներից օգտվել ժամանակի սուր պայմաններից ելնելով։ Այս պահին ձեր էկրաններին է բեկոնի տեսականի, ես էլ սիրով կարող եմ ներկայացնել հավատարիմ հեռուստադիտողներին տեսականին։ Մեր գործընկեր բեկոն պրոդուկտը հոգ է տանում իր սպառողների մասին, արտադրում է առօրյա սպառման մսամթերքի լայն տեսականի, պելմենիներ, կիևյան կոտլետներ, նրբաբլիթներ, նակետներ, հավի ձողիկներ, իշլի քյուֆտա, կորդոն բլու։ Կիսաֆաբրիկատների լայն տեսականին պատրաստված բարձրակարգ մսից կդառնան ձեր ամբողջ ընտանիքի օրվա համեղ բաղադրիչը։ Կիսաֆաբրիկատների լայն տեսականին ոճային կանաչ փաթեթավորմամբ կարող եք գտնել Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր սուպերմարկետներում եւ բեկոնի ֆիրմային խանութներում։ Արտեմ Միկոյան 2 կոտորակ 15, Վիկտոր Համբարձումյան 45, Վարլամ Ավանեսով 8 կոտորակ 3, Սողոմոն Տարոնցի 11 կոտորակ 8, Գյուղ Արզնի Աբովյանի խճուղի 9 հասցեներով։ Լավ նորություն ունենք Արաբկիր համայնքի բնակիչների համար։ Արդեն գործում է նոր բեկոն ֆիրմային խանութ Վազգեն առաջին 3 հասցեում, որտեղից կարող եք գնել բեկոն պրոդուկտի ամբողջ տեսականին գործարանային արժեքով, ինչպես սպառողներն են սիրում ասել, բեկոն պրոդուկտ համի որակի պատասխանատու։ Դե ինչ, քանի որ գործընկերներս էլ ամեն դեպքում անդրադարձ արեցին մեր մյուս գործընկերոջ մասին, իհարկե խոսքը Դարոյինքի մասին է, նախաճաշ, այո, երեխաների համար կարող եք միանշանակ պարզապես բաց անեք, կաթը ավելացնեք, այդ տարբերակից օգտվել, իհարկե 25 տարի հայկական շուկայում է 200 անուն քաղցրավենիքի առաջարկում, ես էլ որոշեցի այսօր օրինակ սա բաց անել եւ իհարկե ասեմ, որ դուք նաեւ որպես դպրոցի ընդմիջման պարագա կարող եք երեխաների հետ սա դնել։ Դե ինչ տեսականին Դարոյինքի ձեր էկրաններին է, ես էլ շարունակեմ ներկայացնել։ Շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը Դարոյինքը սպառողին է ներկայացնում իր հերթական նորույթը հացիկը։ Հացիկը հիանալի համադրություն կարող է կազմել ձեր սիրելի ուտեստների հետ։ Կարող եք վայելել ինչպես աղցանների, կրեմապուրների, հումուսի, մութաբալի, այնպես էլ տարբեր թանձրուկների հետ։ Այն կարելի է օգտագործել նաև որպես սնեք, գարեջրի կամ գինու սեթի հետ։ Իդեպ սիրելի մայրիկներ, Դարոյինքի հացիկը շնորհիվ իր օգտակար եւ անվնաս բաղադրության կարող է լիարժեք փոխարինել ցանկացած
կոչված վնասակար եւ անհայտ ծագում ունեցող չիփսերի ու այլ սնեքերի։ Այն արդեն կարող եք ձեռք բերել 4 հիանալի համերով Հայաստանի լավագույն վաճառակետերում։ Դե ինչ, բաց եմ անում, ափսեն վերցնում եմ, տեղափոխում եմ ափսեի մեջ, մենք մինչ իմ առաջարկած նախաճաշի պատրաստվելը վայելում ենք Դարոյինքի հացիկները։ Այս պահին խոսքը փոխանցեմ իմ գործընկերներին, որպեսզի նրանք շարունակեն, ես էլ սկսեմ իմ երկուշաբթի օրվա համեղ նախաճաշի բաղադրիչների իրար խառնելը։ Բարի լույս բոլորին։ Շնորհակալություն Սաթենիկ, ուշադրությամբ հետևում եք, մանավանդ հացիկի պահը կգանք հեսա մի հատ խրթիկ կորացնենք։ Հատկապես, որ այսօր շատ օգտակար համըմպելիք ունենք, համ նախաճաշ ունենք։ Ինչպես եւ ավեն առավոտ։ Առատությամբ է այսօր Սաթենիկը մեզ դիմում։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, ուշադրություն, մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ կարող եք գնել Galaxy Tab S10, S10 Plus-ը եւ S10 Ultra-ն եւ կարող եք ստանալ Samsung Galaxy Buds 3 անլար ականջակալը նվեր։ Պատվերներ կարող եք ամրագրել առանց առցանց կամ զանգահարել 015 70 0000 Mobile Center Samsung-ի պաշտոնական ներկրողը Հայաստանում։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Նյումեկ հրատարակչությունը ներկայացնում է նոր բացառիկ գիրք Կորուստը ցավը հաղթահարելու վերապրելու մասին։ Մոգական մտքերի տարին հուզիչ հուշագրություն է հեղինակի վշտի մասին։ Կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու եւ նախանշանների մասին, որոնք նկատելու դեպքում գուցե եւ կանխվի այն։ Գրքի մասին խոսելու ենք թարգմանիչ Անուշ Սեթրակյանի հետ։ Բարի առավոտ, շնորհակալություն մեզ ընկալելու համար։ Սա իհարկե ձեր առաջին թարգմանչական գործը չի եւ խնդրում եմ ասեք, այս գիրքը ձեզ համար ինչ նշանակություն ունի, երբ ստացաք առաջարկը այս հոգեբանական գիրքը թարգմանելու։ Գիտեք, երբ որ ես մտածում եմ հոգեբանության մասին, որպես կանոն, հոգեբանությունը նաև իմ մասնագիտության մաս է, քանի որ ես արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն եմ եւ գրականությունը 20-րդ դարից սկսած մանավանդ մաքուր հոգեբանական ծեկծեկումների ամփոփում է, բայց նաև ասեմ ձեզ, որ այս գիրքը թարգմանելը ծանր էր։ Ծանր էր, որովհետև թարգմանիչը միշտ մտնում է տեքստի մեջ, այլապես թարգմանությունը չի ստացվում, իսկ դու մտնում էիր ապրումների եւ վերապրումների բացահայտ ոնց ասեմ, բեկ-բեկվող մշուշոտ գիտակցության եւ մարդու գիտակցման, հասկանում եք, երբ որ մարդը հասկանում է, որ ինքը ինչ-որ չափով խելագարվում է եւ նաեւ գիտակցում է, որ դա ինչ-որ առումով խելագարություն է։ Դա լավ է, որ գիտակցում։ Դա իհարկե հույս է։ Որ վերջնականապես այս տխուր գրքի հետ, բայց պետք է այդ անպայման պատմեմ, ասում եմ, որն է տարբերությունը շիզոֆրենիկի եւ նևրոտիկի միջեւ, գիտեք։ Ասում է շիզոֆրենիկը ասում է, գիտի, որ երկու անգամ երկու հավասար է 5-ի եւ բացարձակ հանգիստ է, իսկ նևրոտիկը գիտի, որ երկու անգամ 2 4 է, բայց նյարդայնանում է։ Հիմա այստեղ իհարկե կար է եւ նյարդայնության, եւ անհուսության, եւ հույսից դեպի հուսալքություն, տատանման այդ ճանապարհը, որը ամենադժվարն է, որտեղ գիտեք հուսալքությունը, ինչպես Սարտրեն ասում, չէ, որ կյանքը սկսում է հուսահատությունից հետո, երբ որ դու արդեն ոչինչի հույս չունես, դու ստիպված ապրում ես այն կյանքը, որը դու կարող ես ապրել։ Իսկ երբ որ դու անընդհատ հույսեր ունես եւ այս կինը անընդհատ հույսեր ունի, հույս ունի սկզբում, որ իր մահացած ամուսինը ողջ է, հետո հույս ունի, որ իր հիվանդ աղջիկը կառողջանա, կապաքինվի, հետո հույս ունի, որ այդ ամենը դեռ հնարավոր է հետ բերել, որ հնարավոր է հետ բերել իր ամուսնուն, հնարավոր է հետ բերել նախկին կյանքը եւ այն հոգեբանության այն տերմինը, դա կոչվում է, իդեպ գիտեք, չէ, հոգեբանության տերմինը հստակ տերմին է, դա կոչվում է վշտի աշխատանքը։ Պարզվում է վիշտը պիտի ունենա իր աշխատանքային փուլերը։ Այս գրքում մենք տեսնում ենք, թե ոնց է մարդը անցնում վշտի աշխատանքային փուլերը։ Մենք անցնում ենք իր հետ, դա ծանր է, բայց այն փաստը, որ դա հնարավոր է հաղթահարել, դա իհարկե հոգեթերապևտիկ մեծ էֆեկտ ունի, որովհետեւ այս բանը հնարավոր է հաղթահարել։ Ապա ամեն ինչ հնարավոր է հաղթահարել։ Մենք ձեզ շատ հարցեր ունենք, հիմա բոլորը մոգական մտքերի տարին։ Ես գիտեմ, որ Ջոաննա Դիդիոնը հոգեբան չէ, այ հետաքրքիր է, միթե կարողացել է իր պատմությունը այնպես ներկայացնել ընթերցողին, որ ընթերցողը կարողանա հաղթահարել իր ցավը։ Դա, գիտեք, դա դժվար չէր, որովհետև երբ որ դու անում ես, ինչպես ասում են, ռեպորտաժ
քո հոգու միջից, այսինքն դու չես պատմում, դու չես մտնում ուրիշի ցավի մեջ։ Այ որ Լև Տոլստոյը գրում էր «Ձիու տառապանքը», դա իսկապես հանճարեղության ապացույց էր, էլի այդ խաստամյառը։ Իսկ երբ որ Ջոան Դիդիոնը գրում է իր անձնական ապրումների մասին, դա միևնույն ժամանակ իհարկե դժվար է, որովհետև դու կրկին մտնում ես այդ ապրումների հորձանուտը, բայց նաև միևնույն ժամանակ հեշտ էր, որովհետև այդ ամիջական ապրումները թղթին հանձնելով մարդը ձերբազատվում է դրանից։ Իհարկե, նա ինքը իրեն է արել չգիտակցված հոգեթերապիա չլինելով հոգեբան։ Այդ անպայման նրան պետք է դրանք կփաստենք, որ մեր հասարակության մեջ մենք վիշտը հաղթահարելը շատ ծանր ենք հաղթահարում, անգամ դրա մեր ծիսական արարողություններն են վիշտը հաղթահարելու շատ երկարատև, process-ները մի քիչ ավելի ուռճացված են, հետեւաբար մենք վիշտ հաղթահարելու դժվարություն ունենք։ Այս գիրքը, օրինակ, միջին վիճակագրական հայկինը կարող է վշտի մեջ գիտակցությունը արթնացնել, վերցնել եւ կարդալ ռեալ մոտենալ։ Միանշանակ, միջին վիճակագրական կին եւ միջին վիճակագրական ամերիկացի կին այստեղ բախվում են մի հարցում։ Հասկանա, այդ ամենակարևորն է։ Ոչ մի միջին վիճակագրական հայկին, երևի բացառությամբ ինձ, էնել ես երևի այդքան էլ հայ չեմ, բանը։ Ինչու բացառությամբ ձեզ։ Բացատրեմ, որտեղ նախ իմ արյա մեջ ուրիշ խառնուրդներ կան, բայց դա չի խնդիրը։ Մոտեցման խնդիրն է։ Վիշտը ապրում է որպես էքսկլյուզիվ, միմիայն իրեն տրված, ինչ որ ձևով արտոնյալ եւ ինչ որ ձևով անհաղթահարելի մի պատիժ եւ շնորհ միաժամանակ։ Ինչ է անում ամերիկացի կինոն, նա չի ասում, որ պետք է վիշտը հաղթահարել, ո բնավ։ Դա իր համար էլ խնդիր չի, նա չի ուզում դա հաղթահարել։ Հասկանում է, որ հաղթահարելով բաժանվելու է իր սիրած մարդկանցից։ Իհարկե, հոգեբանում են, բայց դու հաղթահարում ես եւ շարունակում ես ապրել, նշանակում է դու կտրում ես իրենց եւ թողնում ես մեծ այնտեղ գեղեցիկ տեսարան կա Լագունայում, այն պտտվելու ջրի հորձանոթում, որտեղ ոնց որ իրենից կտրվում է այդ հիշողության թելը, իսկապես դա այդպես է, դա դավաճանության նման մի բան է, բայց ինչ է անում միջին վիճակագրական ամերիկացի կինը, միջին վիճակագրական ամերիկացին իհարկե դիմում է գիտական եւ փաստական փորձին եւ դա թարգմանչի համար ամենաձանձրալի ժամանակաշրջանն է, որտեղ նա այս հոգեբանական գրքից, այն հոգեբանական ինչ որ դասագրքից, այս թերապևտիկ գրքից կարդում է, հատվածները կարդում, ծեսերի մասին, թե ոնց պետքա ծիսակատարության միջով անցնել, ինչ պետք է ուտել, խմել, բուլյոն, չգիտեմ, տաք սուրճ, եւ այդ բոլորը փաստագրված, նշված, քանի բուլյոն, քանի տաք սուրճ, քանի ժամ, ինչ ափսե, ինչ պատառաքաղ, դա շատ բնորոշ է, որպես թե գրականագետ ասեմ, դա շատ բնորոշ է ամերիկյան ստեղծագործությանը, որտեղ պոզիտիվիստական, չշփոթել պոզիտիվի հետ, էլի, պոզիտիվիստական դա էմպիրիկ փորձաքննական դաշտն է։ Ամերիկացին անպայման պետք է հիմնվի երկու գործոնի վրա։ Առաջինը հասարակության օգնության վրա, եւ դուք այստեղ տեսնում եք, ինքը ամիջապես զանգում է նույնիսկ հեռավոր տեղերում գտնվող իր ազգականներին, իր ընկերներին, իրենց գործակալներին գրական, եւ նաեւ գիտական փաստական փորձի մեջ համոզվածությունն է, եւ այդտեղ այդ ամենը կա։ Այսինքն կարելի է ասել միջին վիճակագրական ամերիկացի կնոջ եւ միջին վիճակագրական հայ կնոջ վիշտը հաղթահարելու միակ պատճառը ինֆորմացիան է։ Ձևերը նույնն են, բայց ինֆորմացիայի պակասը ինչ որ ձև այ ինֆորմացիոն պակասը, այն որ Հայաստանում հոգեբանական օգնություն հայցելը անպայման համարվում է խելագարության ապացույց, չէ՞, մարդը որ գնում է հոգեբանի մոտ, նա ուրեմն կամ գիժա կամ կտցրած կամ այն դեպքում, երբ որ հայկական հասարակությունը հայտնի պատճառներով երբեմն ոչ իր մեղքով, երբեմն ինչ որ մեկի չարակամ մտադրությամբ եւ ձեռամբ ապրում է քրոնիկ տագնապի մեջ։ Մենք ապրում ենք քրոնիկ տագնապի մեջ եւ իհարկե այդ ամեն օր լսում ենք օրինակ պատերազմական վտանգի մասին լուր։ Լսեք, նաեւ այստեղ նայեք, մենք շատ նման ենք Ջոան Դիդիոնին, որը ունի հասարակության եւ գիտության օգնությունը։ Մենք համ վախենում ենք ապագայից եւ համ էլ մենք կորցրել ենք անցյալը։ Մենք գտնվում ենք այդ կախակայված վիճակում, մենք էլ ենք այդ հերոսը, հանրությունը։ Մենք կարող ենք չզգալ դա եւ վատ լինել։ Իհարկե, բա հոգեթերապևտիկ աշխատանքի ամբողջ խնդիրը այն է, որ ասենք, երբ որ հիվանդը գալիս է, նա ասում է, հələ այս դեպքում ամեն ինչ պարզ է, կորուստ է, գոնե իր արդարացված է, բայց մարդը ասում է, ես վատ եմ զգում,
չեմ հասկանում ինչ է։ Եվ եթե հանկարծ իրեն ասեմ, պատճառ այն է, որ դու հասկանում ես, որ քո անցյալի մի մեծ սեգմենտ կտրել են քեզանից եւ տվել են ուրիշին, մարդը կասի, բայց դա ինչ կապ ունի անձնական սրտխփոցի հետ։ Կապ ունի։ Այսինքն ասում են նաև ֆիզիկական։ Այո, բա իհարկե։ Կարող է մեկը, չգիտեմ, այդ պայն ուրախ լինել, մեկը կարող է հարթուկ անել, մեկը կարող է ծիծաղել բարձր։ Դա կապ չունի, որովհետեւ գիտեք, դեպրեսիվ ինքնասպանությունների 30%-ը լինում են այն ժամանակ, ինքը ինձ ստիպեց, որ ես դա ուսումնասիրեմ, ինչ արած, լինում է այն ժամանակ, երբ որ մարդը վերադառնում է շատ աղմկոտ երեկույթից, որտեղ ինքը անչափ ուրախ է եղել։ Այո, անչափ ուրախ է։ Այո, երևի սպառել է իր դիմակայելու ռեսուրսը։ Եվ այս կինը, որպեսզի չսպառի իր դիմակայելու ռեսուրսը, գրում է։ Դե ինչ, առաջարկում ենք զրույցը ընդհատել եւս մեկ տեսանյութով մոգական մտքերի տարին գրքի գլխավոր գործընկերը նախասենք, որ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամն է։ Տեսանյութում Գյուլբենկյան հիմնարկության հայ համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը կխոսի գրքի մասին, թե ինչու որոշեցին դառնալ այս հրատարակության գլխավոր գործընկերը։ Տեսանյութը դիտենք։ Կարևոր քիք մնի այս անձնական փորձառության վրա հիմնված, թե ինչպես գորուստի զգացումը եւ ցավը կարելի է մեղմացնել։ Վերջին մի քանի տարիներուն շատ կխոսվի ազգային գորուստի մասին։ Արցախի պատերազմը, բարդությունը եւ ադոր խոր հետևանքները։ Բայց այս հավաքական գորուստին յետևը անշուշտ որ կա անձնական գորուստը, անձնական ցավը։ Ընտանիքներու, մայրերու, հայրերու, քույրերու եւ եղբայրներու թշվախտությունը։ Այս գիրքին կարևորությունը այդ անձնական ցավը թեթևցնելու մեջն է։ Վերջո ամեն հասարակություն բաղկացած է ընտանիքների եւ անհատների։ Եթե այսպիսի հոգեբանական քրագանությունը գտնա փոքր թերմը խաղալ անձնական տրոման մեղմացնելու, այդ պիտի առաջնորդի, որ հավաքական տրոման ալ մեղմանա դարիներու ընթացքին։ Շարունակում ենք խոսել Նյումեկ հրատարակչության նոր հոգեբանական գրքի մասին, մեր տաղավարում է Ջոաննա Դիդիոնի մոգական մտքերի տարին գրքի թարգմանիչ Անուշ Սետրակյանը։ Եվ հիմա ձեզ շատ տնային տնտեսուհիներ են նայում, դուք ավելի համարձակ եք խոսում, նրանք հիմա կմտածեն, այսպես դուք թարգմանել եք, ձեզ համար հեշտ է։ Նրանք ովքեր գտնվում են վշտի մեջ, Տիկին Սետրակյան, նրանց առարկայական ինչ խորհուրդ կտաք այս գիրքը կարդալիս, ինչին ուշադրություն դարձնեն, ոնց հաղթահարեն։ Ինձ թվում է զարմանալի է, ասելու եմ թարգմանական առումով ամենադժվար հատվածների մասին, հենց այդ գիտական, հավաքական ժուրնալներից դրված այդ հատվածներին թող ուշադրություն դարձնեն, որովհետև հոգեթերապիայի մեջ ընդհանրապես ամենակարևոր սփոփիչ հանգամանքը այն է, որ մարդը հասկանում է, որ ինքը միակը չի։ Այսինքն այդպիսի կորուստ ապրել են բոլորը, իսկ գրական մասշտաբներով տարածված այդ մասնակցության զգացումը կթեթևացնի բոլորի վիշտը։ Հետո գիտեք, երբ որ դու մենակ չես, մենք էլ ունենք, չէ՞, մեր մտածողության մեջ, որ ընկերովի մահը ամահություն է եւ այլն, այսինքն մենք իրոք հանրայնորեն մենք հեշտ ենք հաղթահարում։ Երբ որ մենք միասին ենք, բա ինչու է մարդը միֆական առումով վախենում մենակ լինելուց։ Նա միֆական առումով վախենում է մենակ լինելուց, որովհետև դրան հետապնդում է վաղնջական ժամանակների հիշողությունը, ենթագիտակցական, որ ինքը դուրս է մնում մարդկային կոլեկտիվից, իսկ այն ժամանակ ով որ դուրս էր մնում, նա մահանում է։ Այսինքն մենակությունն ու մահը ենթագիտակցորեն ուժեղ կապված են իրար հետ։ Եվ այստեղ էլ այս կինը զգում եք ինքը անընդհատ ընդգծում է, որ ինքը միայնակ չէ։ Անընդհատ, այսինքն եթե անգամ ինքը այդ պահին միայնակ է, ընդ որում ինքը պնդում է, որ տանը մնա ֆիզիկապես մենակ։ Ինչու՞, որովհետև ինքը ուզում է լինել ամուսնու հետ, որտեղ ինքը հասկանում է, որ եթե ինքը դուրս գա, ապա ամուսինը մենակ չլինի, ամուսինը կչքանա այդ տեսարանը, այդ հիշողության, սիրո, կապվածության, նվիրվածության այդ ամուր պատյանը կփշրվի։ Իսկ հետո ինքը պետք է քայլ դուրս գա այդ պատյանից, շատ դժվար։ Տիկին Սետրակյան, դուք նշեցիք, որ բավականին ծանր տեսարաններ կան գրքում, որը կարծում եմ ընթերցողի վրա նույնպես կազդի։ Հնարավոր է, որ սա ընթերցողի վրա ունենա հակառակ ազդեցություն։ Դժվար, գիտեք ինչի, որովհետև եթե մենք հիմա գտնվում ենք
այստեղ եւ խոսում ենք, եւ ինչքան էլ ծանր լինի մեր վիճակը, դա հաստատապես ավելի քիչ ծանր է, քան այն մարդու վիճակը, որը պարկած է դիահերձարանում։ Բայց ինչու է մարդիկ նայում սարսափի ֆիլմեր։ Նրանք սարսափի ֆիլմերը նայում են, որպեսզի հասկանան, որ իրենք շատ ավելի ապահով վիճակում են, քան ֆիլմի հերոսը։ Դրա համար կարծում եմ, որ ոչ։ Դրա այստեղ կունենա ընթերցողը երկու թեթևացնող հանգամանք։ Առաջինը այդքան շատ ծանր դեպքեր իր հետ միանգամից չեն կատարում, որովհետև դա միանգամից է, չէ, համ աղջկա հանկարծակի հիվանդությունը, համ ամուսնու մահը, համ այդ բոլոր կորուստները, իհարկե, բոլոր իրար հետ, եւ ինքը պիտի տեսեք դեռ սքից դուրս չկած պիտի թռնի կտրի ամբողջ կոնտինենտը, որ աղջկան օգնություն ցուցաբերի, չէ, այստեղ ուրիշ բան կա, եթե դու ունես մեկը, որ այս գրքի մեջ է, որ այդքան ծանր վիճակում է, կարդալուց դու հասկանում ես, որ քո վիճակը այդքան էլ ծանր չի։ Եվ վշտի մեջ պետք է կարդալ ոչ թե ուրիշների ուրախությունների մասին, որ շատ ավելի վշտեցնող է, այլ ուրիշների վշտի հաստատության եւ արժևորելու համար կարծում։ Հասան կարևոր կետ։ Մի բան էլ, տեսեք, երբ որ վշտի մեջ լինում են, մենք տեսնում ենք մեկը դա հաղթահարում է, մեկը չի հաղթահարում։ Նույն պատերազմից հետո մենք տեսանք ծնողներ, որոնք սկսեցին իրենց մազերը ներկել, եւ տեսանք ծնողներ, որոնք չեն ներկել, բայց մենք տեսանք, որ ներկած ծնողներին սկսեցին քննադատել։ Դա էլ շատ կարևոր բարիեր է, որպեսզի նրանք հասարակության գերին չդառնան։ Կա այդ օրինակ հարց։ Իհարկե կա այդ օրինակ հարց, որովհետև բոլորը մենք գիտեք ինչ ենք, մենք արտաքին դրսևորումների ազգ, մեր հանրությունը, արտաքին դրսևորումների հանրությունը մի պարզ պատճառով։ Մենք ներքին դրսևորման հավաքական, գաղափարական էպիզոդներ ունեցել ենք մեկ Արցախյան շարժման ժամանակ, մեկ անկախության ժամանակ։ Այսինքն ազգի կոլեկտիվ հոգեբանությունը ձևավորվում է միասնական գաղափարներ կիսելու հետևանքով։ Իսկ եթե այդ միասնական գաղափարները նահանջում են, իսկ հիմա նահանջա առաջ են գալիս արտաքին բուտաֆորիկ դետալները, ով ինչ ներկեց, ով ինչ ասաց։ Տեսեք, մենք անդադ ասում ենք օգնենք նրանց, օգնենք այդ պատերազմյան վիճակում այդ ընտանիքներին, բայց չէ որ մենք օգնել ենք այդ կինը գուցե իր վիշտը հաղթահարել է եւ գնում է դեպի ու հետո մատով ցույց ենք տալի, որ էլի վերադառնա հետ։ Վիշտը հաղթահարել հնարավոր չի։ Ուղղակի պետք է յուրաքանչյուր բան սիրած մարդու հիշողությանը հավատարիմ լինել։ Այսինքն այստեղ մատով ցույց պիտի չտալ մազերը ներկելուն, որտեվ հասարակության մեջ պատշաճ երևալը էտեղ էլ կսովորը, թե ինչպես է Ջոան Դիդիոն, այո, պատշաճ երևում հասարակության մեջ եւ նույնիսկ կոշիկների կրունկը, երբ որ հանկարծ կպնում է քարին, ինքը գնում է եւ կոշիկները փոխում է, ասում է հանկարծ այնպես չլինի, որ ոտս կոտրեմ եւ ինչ որ մեկի համար Բերլին եմ, անգամ է դա մտածում, իհարկե, պատշաճ երևալը ուրիշ բան, դա հիշողության հաստատ դեմ բան չի։ Ես հիշում եմ, որ երբ որ իմ հայրը շատ երիտասարդ մահացավ, իմ մայրը մի շաբաթ հետո ասաց հեռուստացույցը միացրու, որովհետև վշտի մեծությունը եւ այդ արտաքին հեռուստատեսային բուտաֆորիաները ուղղակի ծիծաղելի են։ Եվ կապ չունեն իրար։ Իհարկե իրար հետ դրանք կապ չունեն։ Եվ այդ արտաքին տեսքը մի բան է, բայց զոհված մարդու հիշատակին դու հավատարիմ ես լինում այլ գործողություններով եւ ինձ թվում է որ հասարակությունը ուղղակի շփոթում է մատնացույց պետք է անի այն մարդկանց ովքեր իրենց որդիների հիշատակին իսկապես դավաճանում են վերջերս էլ այդ դեպքերը տեսնում ենք մեր սեփական աչքերով ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք որպեսզի արտաքին աշխարհից տեղափոխվենք ներքին աշխարհ, ու ավելի արժևորենք ու կարևորենք իրականը Այլ ոչ թե ներքին գույն հեռուստացույց էկրանը։ Նախ դրա համար այդ ներքին աշխարհը պետք է լինի։ Այդ առաջին քայլն է, որովհետև ներքին աշխարհը շատ հաճախ մարդիկ ներքին աշխարհի տակ դնում են իրենց ցանկությունների եւ իրենց վրիժառության եւ իրենց բարկության էմոցիաների արտահայտությունը։ Ներքին աշխարհը այդ բոլոր էմոցիաները տեսնելու, վերլուծելու եւ բարձրացնելու կարողության մեջ է, այսինքն որ դու հասկանում ես թե դու ինչ ես եւ ով ես անում։ Դες միշտ հաճելի է խոսելու շատ երկար։ Քանի որ ունենք 30 վայրկյան եւ դրա մեջ մեկա չեք պատասխանում հարցին։ Հետ պատերազմյան հայկական ժամանակակից գրականություն ստեղծվում է, դուք տեսնում եք թե ոչ շատ հակից ունենք 10 վայրկյան։ Այն ստեղծվում է, այն ինձ դուր չի գալիս։ Այն դες դուր չի գալիս։ Շնորհակալություն մեզ իրեն կալվելու համար։ Դե ինչ մենք զրուցում ենք Անուս Էթրակյանի հետ, նա թարգմանել է Նյումեկ հրատարակչության նոր հոգեբանական գիրքը, որը կոչվում է Մոգական մտքերի տարին։ Գիրքը սիրելի մարդու կորստի այդ վիշտը հաղթահարելու մասին է։ Այո, գիրքը ընդգրկվել է 21-րդ դարի լավագույն գրքերի ցանկում, այնպես որ վստահաբար շատ լուրջ ու հետաքրքիր գիրք է, որը կարծում եմ կօգնի շատերին։ Դիտենք եւս մեկ տեսանյութ գրքի հեղինակ Ջոան Դիդիոնի եւ այն մասին, թե ինչպես որոշեց գրել այս գիրքը։ Տեսանյութը անմիջապես գովազդից հետո է։
Մենք դիտեցինք տեսանյութ, բարի լույս, Ջոան Դիդիոնի մասին, նա գրող է, լրագրող, գրել է մոգական մտքերի տարին գիրքը։ Այս հոգեբանական հուշագրությունը նա գրել է, երբ մահացել է ամուսինը, իսկ դուստրը կոմայի մեջ է եղել։ Իսկ հիմա գրքի թեմայի հարազատ մարդու կորստի ցավը վերապրելու մասին խոսելու ենք կանահոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Մարինա Ղազարյանի հետ։ Բարի առավոտ, շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալվել։ Նմանապես։ Դե ինչ, սիրելի Մարինա, մենք խոսում ենք շատ ցավոտ թեմայի մասին, որը վիշն է, որը բոլորս ունենում ենք։ Դուք որպես հոգեբան, ինչից կսկսեիք զրույցը։ Սկսեմ նրանից, որ երբեմն նույնիսկ փոքր տարիքում ծնողները խուսափում են, որպեսզի երեխաները տխուր վերջաբանով գրականության ծանոթանան, անգամ եղել է դեպքեր, որ քննարկումների ժամանակ կրթական հաստատությունների կամ հարակից մասնագետների ասել են, որ ինչ կարիք կար տալ այս ստեղծագործությունը կամ այս նախագիծը, որը տխուր է։ Այո, եթե նայենք նույնիսկ մեր դասական գրականությունը հիմնականում, հա, Ղազարոս Սարյանի հեքիաթներում, Հովհաննես Թումանյանի հեքիաթներում կան միստիկ, նույնիսկ սարսափազդու տեսարաններ, ձևավորումներ, վերջաբաններ եւ հասնենք մինչև հա կինեմատոգրաֆիա, ֆիլմեր, թատրոններ, գիտեք հին Հունաստանում, երբ դեռ զարգացած չի եղել հոգեբանությունը որպես գիտություն, կրթություն, եղել է կատարսիսը հունական թատրոններում, դիմակներ են դրել, հա, դերախաղացողները եւ բոլորը նայել են ըստ այդմ քո մեջ ինչ որ կա կուտակված դուրս է գալիս, այսինքն երբ Աստված մի արասե ուրիշի վշտի արարողությանը ներկա են դինում մարդիկ, երբեմն իրանք այդ արցունքների հորձանուտը ունեն մեն ոչ միայն տվյալ դեպքի հետ ապրումակցելով, այլ հիշելով իրենց որևիցե տխուր միջադեպ կամ անցածը, հա, եւ այդ ամեն ինչը դուրս գալով, հա, հենց այդ ինքնամաքրման process-ը կոչվում է կատարսիս։ Մենք կարող ենք նաեւ վարճալի ավելի պոզիտիվ պատմություններով, հա, առօրյան դցնել, դա նաեւ թերապևտիկ նշանակություն ունի, հայտնվել լավ մարդկանց միջավայրում, կարդալ դրականը, հա, այսքան դրա հոսի վատնել է, չէ, մեր մեջ նշույլ թողնում, նույնիսկ գիտակցորեն արգելափակում ենք որոշակի ալիքներ, կայքեր, որոնք հասկանում ենք, որ մեր տրամադրությունը փոխեցին, բայց ինչ վերաբերում է ստեղծագործական գրականությանը եւ դրա վերլուծությանը, որոշ չափով այդ չափաբաժինները պետք են։ Ինչու՞։ Գոյություն ունի ֆրուստրացիայի երևույթը հոգեբանական, ինչպես է դա բացատրվում։ Դա խոչընդոտ է մարդու կյանքում նպատակներին հասնելիս, հա, իր դրած ուղու որևիցե խոչընդոտ հենց այդ ֆրուստրացիայի երևույթն է։ Եվ եթե մենք գոնե մի քանի հավանականությամբ կամ որոշակի տոկոսով պատրաստ չենք, որ կարող է եւ չհաջողվենք, մենք ունենալու ենք ավելի մեծ հիասթափություն, ավելի մեծ ստրես։ Հետևաբար ուրիշների կյանքը դիտարկելով, վերլուծելով, գրականության մեջ հայտնվելով, դա իմունիտետ է տալի, այսինքն փոքր չափով, հա, վակցինայի էֆեկտն է։ Ոնց որ գրում ենք պատվաստվելու կարմերուկի դեմ։ Դες մի հարցնեմ, եթե մենք խուսափում ենք, չէ, բոլորս ասում ենք, ես չեմ ուզում մասնակցել այս պանիխիդային եւ այս թաղման, դե հետաքրքիր թե ով է ուզում այդքան մեծ հաճույքով գնալ։ Եթե մենք խուսափում ենք, դա նշանակում ենք խուսափում ենք խնդրից։ Դա ավելի գլոբալ ռիսկ էլ կարող է ունենալ անտարբերությունը, բայց անցում համատարած անտարբերության, այս թեմայի մեջ երևի մենք շատ կմնանք, եթե ընդհուպ մինչև կապը ստեղծենք ինչի տարիներ առաջ մեզ բոլորիս մեկուսացրեցին ինչ որ վիրուսի անվան տակ, հա, կտրել մարդկանց եւ տանել դեպի ավելի արհեստական բանականություն, ավելի ինտերնետ, սրանք այսպես ինչպես ասում են հարցից հարց է բացվելու։ Կոնկրետ անդրադառնալով այս գրքին, ես ուզում եմ հենց գրքի սկզբի սիմվոլիկայից սկսել կրակը։ Ընթրիքի տեսարանն է նկարագրվում, որից հետո, հա, արդեն կորստից հետո հեղինակը ավելի խոշորացույցի տակ է պատկերացնում նույնիսկ աղցան կտրելը։ Բայց կրակի հասկացությունը, եթե կա կրակ, ուրեմն այնտեղ կա ջերմություն, հա, այդ օջախի գաղափարն է, ընտանիքի գաղափարը։ Շատ կարևոր է բիբլիոթերապիայի մասին պատկերացումը, որովհետև այս գիրքը ինքը իրենով հենց բիբլիոթերապիա է, այսինքն կարդում ես գիրք, ստեղծագործություն եւ այն սովորացնում է քեզ կյանքի դժվարին իրավիճակում ոնց լինել եւ գուցե սա վերջը չէ, հա, հենց այդ հասկացությունը, բայց հեղինակը հենց ինքն էլ իր հերթին ասում է, ինքն էլ մի ստեղծագործություն է մեջ բերում, հա, կարծես իր մեջ էլ մեկ այլ ստեղծագործության նշանակությունն է, որ ես երբ որ կարդացի, հա, տվյալ հեղինակին
հիմա եմ հասկանում, թե ինչի համար էր այդքան ինքը իմ հիշողության մեջ տպվել։ Գուցե հենց նրա համար, որ այսօր ինքը ինձ սովորեցնի ապրել, մաքարել, հա, այս նույնը տեսեք, սենց ոնց են կերպարներով, այդ մատրոշկաների մեջից դուրս գալիս, հեղինակն էլ ինքը մեկ այլ գրքով փաստորեն ժամանակին ազդված է եղել։ Պաշտպանական մեխանիզմների գերառատություն, հոգեբանական, ենթագիտակցական, պաշտպանական մեխանիզմներ, որոնք Եկեք առարկայական խոսենք։ Հիմա ձեզ օրինակ մենք հետ պատերազմյան շրջանում են գտնում շատ ծնողներ տրավմայի մեջ են։ Այս գիրքը որ կարդան թերապևտիկ իմաստով, գուցե նաև վիշտը մի քիչ հեռու եղել, մեզ կօգնի թե ոչ եւ տեխնիկական գործիքներ ձեռք կբերենք թե ոչ։ Յուրովի է։ Բիբլիոթերապիա ասած է հենց այն է, որ ստեղծագործությունը, այսինքն կենթանի հոգեբանը չէ նստած, բայց որևիցե ստեղծագործություն, իմիջիայլ բիբլիոթերապիան այս մասնակիտական գրքերը չեն։ Դրանք գեղարվեստական, շատ ժամանակ, հա, իրատեսական կամ որոշ չափով էլ նույնիսկ ֆանտաստիկ գրականությունը կարող է բերել քո մեջ լուծման, հա, կարծես ազատ ռադիկալ լինի, ինչպես քիմիայում է, եւ քո այդ կիսատը լրացվում է էտրոպեին գրքից բերած ինֆորմացիայով։ Այսինքն որոշակի հանգուցալուծում է լինում, դրանով քո հոգեկանը էտրոպեին հանգստանում է, բայց ինչ ազդեցություն կտա խորհրդատվության իմաստով, դա խիստ անհատական է եւ գիտեք հոգեբանության մեջ միանշանակ չէ։ Եթե ես ասեմ ամբողջությամբ կտա դրական ազդեցություն, գուցե սխալված լինեմ, քանի որ լինում են դեպքեր, երբ նորմայից գնում ենք պաթոլոգիա։ Ինչ վիճակում է այդ մարդը եւ այստեղ էլ կա այդ անցումը։ Հստակ բացվում է ենթագիտակցության դուռը տվյալ մարդու մոտ, նա ոչ թե խենթանում է, այլ ենթագիտակցական ինֆորմացիան, որը մեր մոտ շատ զանազան է տրանսֆորմացված, հա, երազները ինչպիսին են։ Մենք իրականում, եթե առօրյայում նայենք երազները, ես կարող եմ տեսնեմ վաղը ձեզ, մեկ այլ լրիվ ուրիշ վայրում, այլ հագուստով, հա, եւ ֆանտաստիկ տարերով լրացված։ Իրական կյանքում դա չի լինի, բայց դա չի նշանակում, որ մենք խենթացել ենք։ Ենթագիտակցության տրանսֆորմացիան, հա, հեղինակի մոտ, այս կնայոջ մոտ այդ դուռը բացվում է եւ գալիս են տարատեսակ հա ուրեմն հոսքեր, որոնք ինքը բարձրաձայնում է, վերբալ խոսքը դառնում է, հա, ուրեմն գրավոր խոսք եւ գրավոր խոսքի միջոցով մատուցում է ընթերցողին։ Ընթերցողը այնտեղ կտեսնի իրեն հետ ընդհանրացված ինչ որ բաներ, որ իր մոտ էլ է գուցե եղել նմանատիպ։ Բժշկուհի, մենք ոնց իմանանք, որ վշտի մեջ ենք։ Մենք չէ որ վշտի մեջ ենք, կարող անցած հուզվել, ինչպես խոստովանենք որ մենք։ դեպրեսիայի Ոչ մի վշտի մեջ լինողը չի ասի ես վշտի մեջ։ Հետաքրքիր անցումներ են ձեր հարցերը, որովհետև դուք գոնե որ տալիս եք, հա, այն մտքերն եք տալի, որ ես նախատեսել եմ խոսել։ Վշտի ընդհանրապես վիշտը ունի ապրման փուլեր, ժխտում, սկզբում, այո, որ սա չի կարող պատահել, ինչի համար է դա, օրգանիզմը ժամանակ է ուզում, որպեսզի կարողանա իր ռեսուրսներով կարգավորվի, որպեսզի մաքարի պայքարի, իսկ այդ դեպքում հոգեկանը դա անում է մեզ պաշտպանելու համար, հա, որ դա մեծ աղետների դեպքում կարող է լինել, մասսայական աղետների դեպքում, կորստի նույնիսկ փոքր զգացողություն, հա, որ կողքից այդպես թված, բայց մարդը կարող է դա վերապրել որպես վերջ կյանքի իմաստի կորուստ, լինում է պայքարի փուլ, արդարացման փուլն է, այստեղ շատ հաճախ ագրեսիվ են դառնում մարդիկ, ինչու իմ հետ, ինչի էսպես եղավ, կրվում են, եթե մենք նայենք համացանցում շատ չարացած կարող է լինել տվյալ մարդու մեկնաբանությունները մեղադրել պետությանը, բոլորին, նույնիսկ հարազատներին, ինքն իրեն, որ այս ինչ եղավ, ամենադժվարը, բայց գիտեք ընդունման փուլն է։ Թվում է թե ընդունման փուլով ամեն ինչ հանգուցալուծվեց, բայց հենց այստեղ են պետք հարազատների աջակցությունը, պետական մասշտաբով աջակցություն, եթե եղել է ինչ-որ խնդիր, հա, որոշակի խմբերում եւ մասնագետների աջակցությունը։ Գիտեք, պատերազմից հետո շատ զինվորներ հոսպիտալներում եւ այլն մերժել են հոգեբանական ծառայությունը։ Նույնիսկ կան դեպքեր, որ հստակ այդ պատմություններին տիրապետում եմ, կոպտել են մասնագետին, ով մոտեցել աջակցություն է առաջարկել, հա, դա այդ փուլը չի։ Եվ պետք է պատրաստ լինել դրանով, որ ցանկացած մոտեցողի կարող է նույնիսկ ձեռքին հարվածեն եւ ասեն, որ պետք չի, ավայդի չարացնի դա։ Եվ թվում է թե ուժեղ են իրանք կարողանան այդ մասին չխոսելով հաղթարել։ Թերևս երրորդ փուլում, հա, արդեն շատ կարևոր է, որպեսզի մարսեն, ինչպես որ օրգանիզմը պետք է կարողանա մարսի, այո, տոքսինները, այնպես էլ հոգեբանական տեսակետից ասում ենք մարսել։ Եվ այստեղ ժխտումներ շատ հստակ, գոնե որ գրականության այդ փուլերում, որ չի ուզում ընդունի իրականությունը,
Գիտեք, մի հետաքրքիր պարաֆրազ կար, որ նույնիսկ ես չեմ ուզում հավատալ, որ ես հասկանում եմ հիմա այս ամեն ինչը։ Այո, ես այսինքն դու փորձում ես նույնիսկ շղթել, որ դու գիտակցություն ունես, քեզ ավելի ձեռնտու կլինի, որ դու խենթանաս ճակերտավոր եւ հիմա այս ամեն ինչը մշուշի պես տեսնես ու ասես սա երազ է, հա, ես արթնանամ եւ այս ամեն ինչը չի եղել։ Բանականության լուսանցքը, գիտակցության լուսանցքը նեղանում է, այսինքն եւ այդ դեպքում կարող է եւ լինել հոգեկան հիվանդությանը նման ինչ որ վիճակներ, որ ահա այս լայնացնելինում է այդ լուսանցքը։ Այո, դե որտեղ վստի փուլերը դրանք ենթադրում են, եթե ներքին հակում չունենք, գիտեք, եթե կոնտուզիայի նախնական վիճակ չկա, եթե մարդը առողջ է, չունի հակումներ, ընդհանուր մինչև հա գենետիկ ինչ որ տրամադրվածություն, առիթ օգտագործելով ասեմ, այդպես հեշտ չեն խենթանում։ Ես եւ շիզոֆրենիա, ասեմ, միշտ ապեք այդքան հեշտ չի խենթանալ։ Շիզոֆրենիա, շատ գիտեք կենցաղային մակարդակում ոնց որ ամեն երկրորդ բառն է, ես դեպրեսիայի մեջ եմ, ես շիզոֆրեն, դրանք լուրջ ախտորոշումներ են։ Շիզոֆրենիան ինքը պրոգրեսիվով հիվանդություն է, գենետիկ մակարդակով չի կարող մարդը ուղղակի դառնալ շիզոֆրենիայով հիվանդ։ Այդ խնդիրներ կարող են լինել։ Ես վաղուց եմ հարցրել ձեզ։ Այո։ Այո, հետաքրքիր է, ես գիտեմ, որ ենթագիտակցությունը եւ ենթագիտակցությունը մեր 95%-ն է, իմ ունեցած տվյալների համաձայն։ Քիչ շատ է կասկածությունը, եթե նայենք այդ բուրգը, հա, որը որ փսիխոանալիզում ասում է հոգեբելություն Ներողություն հարցս եղեմ, ինչպես է ենթագիտակցությունը օգնում, որպեսզի մենք դուրս գանք այս իրավիճակից, որովհետև ես գիտեմ, որ ենթագիտակցությունը նաև մեզ պաշտպանող ռեակցիաներ ունի։ Եկեք ձեզ մի օրինակ բերեմ, որ ավելի պատկերավոր լինի։ Պատկերացնենք այստեղ հիմա հենց եթերի ընթացքում մեկը գալու է աղմկի մեզ խանգարի ենթագիտակցությունից, հա, ինչ որ մի բան է դա, եւ իրա մենք դուրս ենք հանում։ Մետրոպեն խանգարեց։ Ուրեմն դա կարա լինի ինչ որ մի վիճակ, որ մենք մոռացության ենք մատնում, բայց փաստորեն բացարձակ մոռացություն գոյություն չունի հոգեբանության մեջ։ Մենք հանում ենք, դուռը փակում ենք վրան, կամ ինչ որ չարաճճի աշակերտ, որը դասն է խանգարում, այդպեսի մի տեսարան պատկերացրեք։ Ինքը այնտեղից շարունակում է դեռ հա փականը աղմկում է, փակում է, փորձում է։ Ես այստեղ եմ, բայց իմ ուշադրությունը դեռ այնտեղ է։ Այսինքն մինչև ինքը չի գնում ավելի խորը շերտեր, հա, այդ բուրգը, որ մենք պատկերացնում ենք այսբերգը, այն մասը, որը ջրից դուրս տեսնում ենք, այդ փոքր հատվածն է գիտակցությունը։ Ջրի մեջի հատվածը պատկերացրեք ենթագիտակցություն, մեծ այսբերգ, հա, եւ ամենատակ այդ տիղմի մեջ, որ արդեն լրիվ անտեսանելի է, դա անգիտակցությունն է։ Մեր մոռացված հիշողությունները այդ թվում նաև արտամղած, դրանք կարող լինեն ինչքան բացասական ապրումներ, հիասթափություններ է ունենում մարդ, այդ բոլորը ինքը չի կարող հիշի եւ մեզ պաշտպանում է մեր օրգանիզմը, մեր գիտակցական մակարդակից գնում է ենթագիտակցություն մեզ պաշտպանելու համար, այլապես մենք նման կլինենք մի խճողված ճամպրուկի, լցված, որ նոր բան չենք կարող վրան դնել։ Այդ ամեն ինչը գնում է փաստորեն ենթագիտակցություն։ Դուք լավ վերեցիք դրական երանգի, հիմա մեզ խնդրում առարկայական օրինակներ, հա։ Այո, ես որևէ միջոց կա, որի շնորհիվ կարելի է կանխել ինչ-որ ձև։ Նախ եթե մենք հայտնվում ենք այնպիսի վիճակում, որ պետք է մասնագիտական աջակցություն, դիմում ենք հոգեբանական ծառայության եւ այստեղ հոգեբանական ծառայությունը բժշկության նման ունի իր նեղ մասնագիտական ճյուղերը, իհարկե ցանկացած գործող հոգեբան պետք է թերապևտի բոլոր այդ ոլորտներին եւ այդ շատ նեղ մասնագիտացումները, որը երբեմն մենք հանդիպում ենք արտասահմանյան երկրներում, ինչքան էլ ընդեղից մեթոդապես մենք հարստանանք վերապատրաստենք, բայց այնտեղ հասնում է մակարդակի, որ հա կատակով եթե զանգեշտապօգնություն կոտրվածքի համար ասել են աջ ձեռքն է կոտրվել, թե ձախ, որ այդ բրիգադան ուղարկեն, հա, այդ նեղ մասնագիտացումներն էլ դոգմատիզմը այսօր խանգարում է արդեն աջակցելու մեջ։ Պետք է դու տիրապետես, հա, ամեն դեպքում այդ համընդհանուր դաշտի իմանաս մասնագետ։ Իսկ տեխնիկական վարժությունը բայց հենց հոգեվերլուծությունն է այդ ենթագիտակցական կոդերը, հա, հանել հոգեբելուցությունն է, բայց հոգեբելուցական մեթոդները այսպես տաղավարային ուղղակի մարդկային եւ ցույց առավոտ արթնանան մի բան անեն որ մոռանան ազատ ասոցիացիաներ ամենագործուն որովհետեւ ենթագիտակցությունը բացում է 3 ճանապարհով երազների վերլուծություն ուրեմն ազատ ասոցիացիաների մեթոդ եւ հիպնոզ
Հիպնոզը չենք անում նաև իրավական տեսակետից, եթե չկա ազատ ասոցիացիաները, դրանք զուգորդություններն են։ Օրինակ տալիս ենք ինչ-որ շարք, հա, այնտեղ բառերի մի ամբողջություն է, արագ առանց երկար մտածելու շատ կարևոր է, որ արագ գա, որտեղ ենթագիտակցությունից ամենաառաջի դուրս թռչող ինֆորմացիան է բնորոշիչը եւ ճիշտը տեստերի ժամանակ էլ սովորաբար ցուցում են պես, որ երկար չմտածեք, տվեք առաջին եկած պատասխանը։ Իսկ մարդիկ ինչ անեն տան, օրինակ առավոտը հիմա ձեզ տեսնում են, չգիտեմ, ինչ զբոսն են, ճանապարհը փոխեն, մտքերը փոխեն։ Բարձր տրամադրություն փորձեն ունենալ։ Կարևորը համահունչ լինի, իրանց համար հոգուն հարազատ լինի այդ մեթոդը։ Եթե օրինակ 10 հոգու մոտ ստացվել է գնալ ֆիթնեսի լողի, կարող է 11-րդի մոտ չստացի, որովհետև փոքր ժամանակ ինչ որ ջրից խնդիր է ունեցել, կամ ինչ որ իրավիճակ է եղել, որը եղել է ֆիթնես սրահին կից տարածքում, այդ ֆլեշբեքերը հլա աշխատում են։ Պետք չի անել արհեստածին բաներ։ Ամեն մարդ իր մեջ փոքրիկ հոգեբան ունի, ասենց պատկերացնենք ապրով ինքն էլ է ներսից ասում քեզ ինչն է օգնում։ Եթե նախկինում քեզ երաժշտություն լսելով ինչ որ մեթոդ է օգնել, գնալ հարազատներին ինչ որ հաճելի մարդկանց տեսնելու, ռիտուալներ կան, այս գրքում էլ կան ռիտուալներ։ Դուք ինչ որ հարցնում եք, այս գրքում ինքը հզոր գիրք է։ Ես ասեմ, որ չկա հոգեբանական մի նյուանս, որը ինչ որ չափով չի եղել։ Ուղղակի այլ բանա, որ ամեն տողի վրա մի քանի անգամ անցնենք, որսանք, այլ բանա, որպես գեղարվեստական գիրք իրան թրջելով անցնենք։ Հուզիչ, կենթանի, սուր եւ հիշարժան գիրք, անձնական սարսափի, վշտի, անկեղծ եւ թափանցիկ պատմություն, երբեմն բավականին ծիծաղելի, քանի որ այն համարձակվում է ասել ճշմարտությունը։ Այո։ Այնտեղ եթե ապաների շարքը շատ կարևոր է, ռիտուալները, որովհետեւ այդ մոգական մտածողությունը այս գրքում հենց գալիս է այն րոպեին, երբ որ ինքը ուզում է մենակ մնա, որպեսզի եթե ես մենակ մնամ կգա իմ ամուսինս, այսպես մի հատ պահ է լինում, այդ մենակ մնալու մեջ երբ որ ասոցիացիայի հետ կապ ունի։ Այո, երբ որ դու չես շարժվում, այդ օրերին անգործ, փաստորեն դու ոչինչի էներգիա չունես, բայց դա ապաթիան չի, ուշադիր լինենք, այստեղ անտարբերությունը չի, այլ վելուծությունն է սկսում հեղինակի մոտ, այդ վիշտը տարած կնոջ մոտ սկսում է վելուծությունները, բացում է ենթագիտակցության շեմը եւ հիմնական մեխը այստեղ եթե ապաների շարքն է, եթե այսպես, ապա այսպես։ Օրինակ, եթե ես կրկնակոշիկները պահեմ ամուսնուս կգա։ Մի կին ունեի այցելու, անընդհատ մուտքի լույսը վառ էր թողում, որովհետև տղան կգար զոհված, հա։ Բայց դա պետք է շատ երկար չլինի։ Երկարի դեպքում հոգեբանը պետք է արդեն հասկանա սահման են գնում, պետք է միևնույնն ընդունման փուլը լինի եւ իրականությունը ընդունենք, եթե ոչ գնում ենք մենք արդեն սահմանային վիճակ եւ այստեղ հանգուցալուծումը ասեմ, որ արդեն վերջում իմաստությունն է կյանքի։ Հա, գիրքը ավարտվում է նրանով, որ դու պետք է իմաստավորես քո կյանքը, հասունացնես քո մտածողությունը, այսինքն այս ամեն ինչը վերջում բերում է նրան, որ եթե մեզ չի սպանում դժվարությունը, հա, ապա ավելի ուժեղացնում է։ Ես չեմ հավատում այդ տեսությանը, ինձ թվում է մեկը դրանք հետքեր են թողում, անչափահաճելի է ձեզ այդ մի զրուցելը։ Բայց իմաստություն, այսինքն գեղեցիկ բառ կա հայերենում, իմաստնություն, գիրքը տալիս է վերջում, ինքը տենց բացասական վախճան համենայն դեպս չունի կամ 3 կետով ավարտված ստեղծագործություններից չկան, չէ՞, ֆիլմեր, որ հարցական վերջացան, չնայած դրանք էլ իրենց նպատակ ունեն։ Շնորհակալություն, ձեզ լավ օրենք ցանկանում։ Շատ հաճելի էր։ Նմանապես։ Բոլորս խոսում ենք այսքան հոգեբանական զրույցներից հետո մեր հոգեբանական ամեն մեկս մեր վիճակի մասին, այսինքն ասում են մի տնից չենք եւ մեկ օրի ենք։ Բայց մեկ օրի ենք, այո։ Tonia's Family-ի մասին խոսենք։ Tonia's Family Company-ն ներկայացնում է համեմունքների մեծ եւ բազմազան տեսականի, որը ներկրում է աշխարհի բոլոր համեմունքների մայրաքաղաքներից, իսկ արտադրությունը եւ փաթեթավորումը իրականացվում է այստեղ մեր երկրում։ Մենք արդեն այո, չենք պատկերացնում այսօր էլ երեք այսօր վաղը, ինչպես դու սիրում ես ասել, սաթենիկի ուտեստները առանց այս յուրահատուկ համեմունքների, որոնք իսկապես անկրկնելի համային երանգներ են հաղորդում մեր առավոտներին։ Tonia's Family Company-ն բացի համեմունքներից առաջարկում է նաև կրուպեղենի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Ահա, ճիշտ բան է, տեղափոխվենք խոհանոց, սաթենիկ բարի առավոտ, տեսնում ես ինչքան խոսեցինք հոգեբանության, մարդկային շփումների, կեցես դու, որ այս դժվարությունների շրջանում միշտ ժպիտը քո դեմքին է, դա մեծ հարստություն է։ Բարի առավոտ։ Բարի լույս Ռոմելա, Արտակ, բարի լույս հավատարիմ հեռուստադիտողներ, ես վստահ եմ գիրքը կգտնի իր ընթերցասերներին։ Հոգեբանությունից անցում կատարենք համեղ կերակուրին, որը անհրաժեշտ է բոլորիս, որպեսզի իմունային համակարգը, գաղափարը, ուղեղը, երկու կիսագնդերը սկսեն աշխատել եւ իհարկե մկանային համակարգը օրգանիզմի, որովհետեւ ես առաջարկելու եմ սպիտակուցներով հարուստ նախաճաշ։
Սիրելի հեռուստադիտողներ, գործընկերներս հենց նոր նշեցին, որ իրենք չեն պատկերացնում առանց Tonia's Family Company կողմից առաջարկված համեմունքներով ոնց կարող ենք չսկսել ու չշարունակել եւ չպատրաստել անդրադարձ չանել համեմունքներին, համեղ ասելով բազմազան եւ յուրօրինակ նկատի ունեմ։ Հիմա ես ինչ եմ անում, հիշում եք, որ սկզբում նախասեմ բարի լույս այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան։ Ինչ եմ առաջարկել, քանի որ նոր տարին մոտենում է ու շատերս մենք ուզում ենք մեր գեղեցիկ կազմվածքը ել ավելի ընդգծել, հատկապես կանայք, որ ունեն հագուստներ, որ նախատեսել են նոր տարվա գիշերը հագնել, առաջարկում եմ չիեի սերմերով ըմպելիք։ Չիեի սերմեր ինչ է նշանակում։ Նախ ասեմ, որ մեր հավատարիմ գործընկերը Tonia's Family Company կողմից առաջարկված համեմունքների շարքում դուք կարող եք գտնել զիպ տարբերակով։ Ես արդեն մեկ ճաշի գթա լցրել եմ այս չափի ջրի մեջ, մոտ 200-210 գրամ։ Հիմա միասին կավելացնենք նորից Tonia's Family Company կողմից առաջարկված այս կիտրոնաթթուն։ Եթե չունեք օրինակ կիտրոն, կարող եք սա ավելացնել, խառնել։ Եվ թողնել մի քանի րոպե, որպեսզի ընդհանուր միասեռ զանգված դառնա։ Ինչ եմ անում, հագնում եմ ձեռնոցը, անցնում աշխատանքի, հարկավոր է այսօրվա բաղադրատոմսի համար 200 գրամ կատնաշոր, որի վրա ավելացնելու եմ 2 ձու, արդեն քերիչով անցկացրել եմ պանիրը եւ իհարկե սև հաց, որը կտրատել եմ։ Ձուն ենք կոտրում։ Ես աղբար կհմոտեցնեմ, որպեսզի կարողանամ միանգամից սա կոտրել։ Եկեք 2 ձու անեմ։ Ահա, հարիչով կամ պատարակաղով արդեն, ինչպես դուք ուզում եք, կարող եք հարել։ Այստեղ ես կդնեմ կատնաշորը, կմանրացնեմ, կավելացնեմ կարմիր պղպեղ, մկրատով էլ ավելի հարմար է, որպեսզի չքանդվի։ Կարմիր հատիկավոր, այսպիսի պղպեղիր ենք ունեն, սխտորի փոշի եւ մի փոքր աղ կանեմ։ Սխտորի փոշին, բավական է։ Եվ իհարկե աղը շատ չեմ անելու, ինչու, որովհետև մենք ունենք պանիր, այսքան բավարար է։ Լավ, միասեռ զանգված կպատրաստենք։ Կարող եք նաև սև պղպեղ ավելացնել, կարմիր պղպեղ, քաղցր պղպեղ, պապրիկա, արդեն թողնում եմ ձեր հայացողությանը, որը կարող եք, որը սիրում եք, քիմքին ավելի համապատասխան է, կարող եք ավելացնել կանաչին, ցանկացած տեսակի խառը կանաչից ես ընտրեցի մաղադանոս, համեմ մի փոքր սամիտ, ինձ թվում է համապատասխան է, դե իհարկե ձուն։ Հիմա ձվի հետ մեկտեղ մի հատ ենք խառնելու եւ արդեն ավելացնելու եմ պանիրը։ Այս պահին ցանկանամ խոսել մեր գործընկերոջ մասին, Կարաս։ Կարասը ռեբրենդինգ է եղել։ Շատ գեղեցիկ է, այս պահին ձեր էկրաններին կլինի, սիրով կներկայացնեմ։ Ինչպես արդեն նշել ենք, մեր գործընկերներից Կարասը վերջերս վերաբրենդավորվել է եւ հանրությանն է ներկայանում նոր դեմքով, նոր ոճով, նոր կոնցեպտով։ Մենյուն թարմացվել է, պահպանելով հաճախորդների կողմից շատ սիրված մի շարք ուտեստներ։ Կարասի նոր ոճային լուծումներով համալրված սրահում դուք արդեն կարող եք համտեսել նորույթները՝ փիդներ, փիդեներ, պանրային ձողիկներ, կծու թևիկներ եւ այլն։ Պատվիրելու համար անհրաժեշտ է զանգահարել 010 32 55 55 կամ պարզապես այցելել karas.am։ Իդեպ այս պահին Կարասը առաջարկում է գնել 2 բաժին խոզի ցանկացած խորոված, ստանալ 2 շիշ խոզի կողիկներ նվեր։ Ինձ թվում է շատ հեռուստադիտողների ախորժակը բացվեց, նրանք որոշում կայացրեցին պատվերն անել հենց այս պահին։ Պանիրն էլ վրան լցրեցի, մի հատ խառնում ենք եւ սև հացի վրա լցնելով տեղափոխելի եմ ջեռոցի մեջ։ Իդեպ տարբերակ եմ առաջարկում, դուք կարող եք սև հացը առանձին մի փոքր սխտորով, օրինակ, տշտժացնել տապակի վրա, այնուհետև լցնել եւ ոչ թե ջեռոցում տեղափոխել, այլ տաքացնող խոհանոցային միկրովառարանային ալիքներ ունենք, չէ, այդտեղ միկրովալնովկայի մեջ կարող եք տեղափոխել, բայց ես այս տարբերակն եմ առաջարկում։ Իդեպ շատ համեղ է լինելու, արագ պատրաստվող, ինչպես նշեցի, սպիտակուցներով հարուստ, իդեպ չիեի սերմերն էլ բավականին հարուստ են, ահա, տեղափոխեցինք սպիտակուցներով, այստեղ տեղափոխեցի։ Ես իհարկե հացը այսպես համեղություններով
պատառները կպատրաստեմ եւ կներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը։ Goods.am-ի մասին է խոսքը։ Այս պահին ձեր էկրաններին էլ ես էլ սիրով ներկայացնեմ։ Ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկեր Goods.am-ին, որը շատ մեծ հնարավորություն է ընձեռնել Հայաստանում բնակվող յուրաքանչյուր բնակչի առանց տանից կամ աշխատավայրից դուրս գալու ձեռք բերել առօրյա կենցաղի հանգստի համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ։ Նշեմ, որ Goods.am on-line հիպերմարկետում բացի տեղական համաշխարհային բրենդների արտադրանքները կգտնեք Հայաստանում առկա շվեդական IKEA բրենդի ամենամեծ եւ ամենամատչելի տեսականին։ Հետևելով կայքի թարմացումներին, դուք հնարավորություն ունեք ամեն շաբաթ թվով 10 ապրանք ձեռք բերել ինքնարժեքով, եւ սա դեռ ամենը չէ։ Պարզապես հետևեք Goods.am-ի Instagram-յան եւ Facebook-յան էջերին եւ եղեք տեղեկացված կայքի վերջին նորություններից եւ թարմացումներից։ Goods.am քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Բարի լույս սիրելիներս, մեր գործընկերն է Goods.am on-line հիպերմարկետը, Goods.am-ը on-line հարթակ է, որտեղ կարող եք ձեռք բերել ամենաբազմազան իրեր, կահույքից մինչև կենցաղային, տնտեսական եւ սպորտային ապրանքներ։ Իդեպ Goods.am-ը հանդիսանում է IKEA բրենդի ամենամեծ ներգրողը Հայաստանում, որի արկատեսականին կարող եք ձեռք բերել շատ մատչելի տարբերակով եւ ստանալ հաշված ժամերի ընթացքում։ Օգտվելով Goods.am կայքից դուք կատարում եք հեշտ եւ արագ գնումներ, կայքում տեղադրված տեսականու վերաբերյալ կազմում եք լիարժեք պատկերացում շնորհիվ իրական նկարների եւ 3 լեզվով գրված նկարագրության։ Կատարված պատվերները շատ արագ կառաքվեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, հավելվածը ներբեռնելու եւ կայքում գրանցվելու պարագայում կօգտվեք գործող ճկուն բոնուսային համակարգից։ Goods.am քո on-line հիպերմարկետը։ Հայտնի խոսք կա, որ թատրոնը սկսում է հանդերձարանից։ Կարող ենք ասել նաև, որ ներկայացումը սկսում է պաստառից։ Թատերական պաստառների միջազգային փառատոն մրցույթը տարբեր ժամանակների թատերական կոնցեպտների պատմություն է։ Այն մեկնարկել է 2022 թվականից եւ Հայաստանի պատմության դեռևս միակ միջազգային լայնամասշտաբ միջոցառումն է գրաֆիկ դիզայնի ասպարեզում։ Այս հետաքրքիր եւ սպասված միջոցառման մասին մենք ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրի հետ։ Տաղավարում է ԱԿՏ մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր դիզայներ Էդիկ Պողոսյանը, բարի առավոտ։ Ողջույն, բարի լույս։ Մենք խոսում ենք պաստերների մասին, այս թատերական հրաշք փառատոնի մասին։ Երկու բառով երբ է հիմնադրվել եւ ինչ հաջողություններ եք ունեցել։ Գաղափարը շատ վաղուց կար, բնականաբար, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, անցա աշխատանքի 2017 թվին Սունդուկյան թատրոնում որպես պոստեր դիզայներ եւ այդ գաղափարը ավելի ակտիվացավ մինչեւ արդեն Սունդուկյան թատրոնի 100-ամյակի շրջանակներում 2022 թվականին մենք Մինչեւ ձեր գալը ձեզ դուր էր գալիս Սունդուկյանի պոստերները։ Պրովոկատիվ հարց եք հարցնում։ Շատ լավ, եկեք այս հրաշք փառատոնին անդրադառնանք պոստերների, քանիսն են մասնակիցները, մենք ցույց տանք դուք։ Մենք արդեն ծանոթացել ենք։ Արդեն երկրորդ թողարկումն է, ինչպես որ ասեցինք Biennale է, այսինքն 2 տարի մեկ ենք մենք նախատեսել կազմակերպենք։ Այս տարի մենք ունեցանք 48 երկրից 425 դիզայների, 925 դիմում, այսինքն 925 պոստեր ունեինք, որոնցից նախազատման խումբը, pre-selection խումբը, ընտրեց 34 երկրից 142 դիզայների 170 պաստառ։ Հետաքրքիր պոստերներ են, մեկը մյուսից ցուցադրվում են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆոյեում երկրորդ հարկի մինչև դեկտեմբերի 15-ը։ Ունենք ընդհանուր 2 կատեգորիա՝ օպերա, բալետ եւ ներկայացումներ եւ ունենք մյուս բեմեր, երաժշտություն, պար, performance art եւ ցանկացած այլընտրանքային հարթակներ։ Ինչու է մեզ պետք պոստերների փառատոն, ներողություն այդ հարցի համար։ Դե հիմա մեր կյանքը եւ ձեր պոստերները եւ այս իրականությունը։ Այո, ամեն դեպքում ինչպես գիտենք հայաստանյան մշակութային դաշտում այնուամենայնիվ կան լիքը բացեր, հատկապես գրաֆիկ դիզայնում մենք չունենք նույնիսկ լոկալ ինչ-որ հետաքրքիր միջոցառում։ Դա իմ գաղափարն էր եւ այսպես ասած շատ հավակնոտ իդեան գաղափարը, որ Հայաստանը պետք է ներկայանա նաև որպես հարթակ, ոչ միայն իր խնդիրներով, այլ նաև մի հարթակ, որտեղ կարող է ներգրավել աշխարհի գրաֆիկ դիզայնի, քանի որ ես գրաֆիկ դիզայնով եմ զբաղվում, ինձ ավելի հեշտ էր այդ դաշտը։
գրաֆիկ դիզայնի համար շատ լավ հարթակ, որ բոլոր դիզայներները կարողանան եւ իրենց գործերը ներկայացնեն եւ ինչու ոչ իրանք ներկա լինեն Հայաստանում։ Հեշտ համախմբեցին դիզայներներ իրար հետ, հեշտ են լեզու գտնում, թե դες դժվար մարդիկ են։ Քանի որ մենք այդքան հոգու հետ ուղիղ դեմարդեմ չենք շփվում, հեշտ է լինում, email-ով է լինում, մի քիչ դժվար է լինում տեխնիկական առումով, միջև գործերը ստանում ենք, բայց բարեբախտաբար լոկալ դիզայներները ում հետ մենք կազմում ենք նախազատման կամ pre-selection բանը խումբը բավական հեշտ համագործակցություն է լինում եւ շատ պրոֆեսիոնալ, մի քիչ բարդ էր, որտեղ այս անգամ եւ որակը եւ քանակը շատ բարձր էր, շատ էին պոստերների թիվը եւ որակով էին, դրա համար շատ դժվարացանք ընտրության մեջ, բայց այնուամենայնիվ այո, մեկ լրիվ օր մենք տրամադրել ենք, հատիկ քննարկել ենք, նույնիսկ անհամաձայնությունները, կոնֆլիկտները, վիճաբանությունները մինչև վերջը կանգնեցին 170։ Հետո այդ պոստերների օրիգինալները դուք ունեք ինչ-որ միտեղ փակցված։ Տեսեք, օրինակ մենք Բարի լույսում այնտեղ ունենք պատ, դա մեր խորհրդանշական պատն է։ Յուրաքանչյուր գայսը լավ պոստեր է լինում, մենք այն ամրացնում ենք պատին։ Դուք ո՞նց եք անում այդ այդքանը։ Իհարկե, բոլոր պոստերները մենք ֆայլերը, քանի որ պոստային համակարգը կարող է եւ դժվար աշխատի եւ ուշացումներ լինեն, մենք ֆայլերը թվային ստանում ենք եւ տպագրում ենք մենք մեր ծախսով եւ այդ ամենը ցուցադրվում են մեծ ֆորմատով Էլինորի ցուցահանդեսի շրջանակներում։ Այո։ Եվ մենք ունենք միջազգային ժյուրի, որովհետեւ մենք որոշեցինք, որ մենք չենք ներգրավում վերջնական մեդալակիրների ընտրության մեջ եւ մենք արդեն այս անգամ էլ 3 միջազգային ժյուրի ունեինք Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Գերմանիայից 3 շատ կարեւոր գրաֆիկ դիզայնի դպրոցներից։ Ինչ է փառատոնի հաղթողը։ Ունենք Grand Prix, երկու best poster, լավագույն poster եւ ունենք դիպլոմաներ, 3 լավագույնները, Grand Prix-ն եւ լավագույնները ստանում են մեդալներ իր ձևավորմամբ, բոլորը ստանում են սերտիֆիկատ եւ կատալոգ։ Իսկ դրամ վճար։ Դրամային ցավոք սրտի մենք այդքան չենք կարողացել fundraising անել, որ նաեւ դա ոգևորիչ փաստ է։ Բնականաբար մեդալները ոչ թե սովորական են, այլ արտաթե բարձր որակով բաներ, որ գոնե ինչ որ չափով մենք կարողանանք կոմպենսացնենք իրենց մասնակցությունը, այո։ 2022 թվականից հետո, սկսած ավելի շուտ, ինչ ձեռքբերումներ եք ունեցել փառատոնի շրջանակներում եւ հետաքրքիր է ինչն է գրավել միջազգային մասնագետներին։ Տեսեք, լիքը ֆեստիվալներ եւ մրցույթներ կան աշխարհում ազատ թեմաներով կամ տրենդային թեմաներով, հակապատերազմյան, չգիտեմ, հավասարություն եւ այլն։ Մենք որոշեցինք, որ այդ հորձանուտի մեջ չկորի որևէ փառատոն եւ հատկապես թատերական պաստառները, նեղ մասնագիտական, առհասարակ նեղ մասնագիտական գրաֆիկ դիզայնի աշխատանքները մի քիչ ստվերվում են այդ տրենդային բաներից։ Մենք որոշեցինք նեղ մասնագիտականի վրա կենտրոնանանք եւ դա արդեն շատ հետաքրքիր էր դիզայներների համար, ովքեր շատ կոնկրետ ոլորտի հետ են աշխատում, իրանք արդեն ունեցան ավելի շեշտված ներկայացում այս դաշտում եւ այդպիսով մենք նաեւ գնահատում ենք եւ դիզայների աշխատանքը եւ պատվիրատուի այս պարագայում թատրոնների մոտեցումը։ Մենք գիտենք մեր եւ ձեր կյանքում կարևոր իրադարձություններ եղել Իրանում առաջին անգամ հայ դիզայներները ցուցադրություն։ Այո, այս մի հատ թատրոնները փակեմ, ուրեմն տեսեք, նաեւ սա միտում ունի մեր թատրոնների Հայաստանի թատրոններին նաեւ ոգեշնչել, ոգևորել, որ աշխատեն դիզայներների հետ եւ ես շատ ուրախ եմ, որ այս տարի մենք ունեցանք ավելի շատ հայ մասնագետներ, մասնակիցներ եւ երիտասարդներ, որ արդեն թատրոնների հետ աշխատում են, կարծում եմ, որ արդյունքը կտեսնենք շատ շուտով։ Այո, այս տարի ունեցանք Իրանից հրավեր, շատ անակնկալ հրավերել, ինձ գրեցին, որ ուզում են Հայաստանի դիզայներներից այնտեղ ցուցադրություն անեն Իրանի գրաֆիկ դիզայնի ոնց որ հիմնադրի տարելիցին, այո, հիմնադրամ ունի Մորթեզա Մոմայեզը, հիմնադրամ է, որ իր տղան է ղեկավարում, ամեն տարի ունենում են միջոցառումներ եւ միջազգային համագործակցություններ, այս տարի որոշեցին Հայաստանի հետ համագործակցեն, ինձ գրեցին, ուզեցին կուրացիա անեմ, լավ անցավ այնտեղ ցուցադրությունը։ Շատ լավ էր, ցավոք սրտի ես ինքս չկարողացա ներկա լինել, իրանք ուզում էին միայն պոստերներ, ես առաջարկեցի, քանի որ մեր տարարվեստը
շատ քիչ է ներկայացվում դրսում, որոշեցինք նաև տարօրվեստից գործեր ներկայացնենք, իրանք համաձայնվեցին եւ 20 հեղինակից 39 պոստեր եւ 38 տառային աշխատանքներ այնտեղ Հիմա վերցեք մեզ ցույց տվեք հաղթողներին եւ Grand Prix-ին, տեսնենք այս պոստերի փառատոնում, որոնք են։ Մենք նայում ենք այսպես 1-2 առանձնացրինք, այո, բայց ցույց տվեք երկու հաջողություններ։ Ես փորձեմ արագ գտնել, տեսնենք։ Դուք համաձայն եք որոշման։ Եկեք Grand Prix, ես համաձայն եմ, բավական բուրըն քննարկումներ եղան եւ ես կարծում եմ շատ արդար եղավ, այս սա Grand Prix-ն է Լեհաստանից։ Ինչու։ Երաժշտական ֆեստիվալի համար է։ Ժյուրին այսպես ասեց, առաջին հայացքից պիտի ունենա գրավչություն, միանգամից գրավի, էմոցիա առաջացնի, եւ երկրորդը բնականաբար արված լինի գրագետ եւ թարմ տեսք ունենա։ Այսինքն այնպես լինի, որ մենք այս պոստերը դեռ ուրիշ տեղ չենք տեսել կամ շատ թարմ տեսք ունի։ Դրա համար երկար քննարկումներից հետո էլի լիքը բաներ կան, դա իրանց իրավունքն է, բնականաբար մենք ոչ, այդ մի հատն էլ Շվեյցարիայից, չէ, մի քանի թերթ, մի հատ էլ, այո։ Ես հասկացա մոտավորապես լոգիկան։ Սա լավագույն պոստերներից էր, այս հեղինակը անցած տարի էլ, այս հեղինակը անցած անգամ էլ նաև ստացավ Best Poster մեդալ, այս անգամ էլ նույնպես, եւ այո, շատ հետաքրքիր լավ գործեր են նվաճումներ, այո։ Շնորհակալ եմ բոլորիս։ Դե շնորհակալություն։ Վերջում ասեք հայ հիմա թատրոնների ում պոստերն եք վերջին անգամ տեսել, որ ամենալավն է եղել Հայաստանի թատրոնների։ Համատարած լավացել են, եկեք այսպես ասած, այո, ես շատ ուրախ եմ։ Ես առանձնացնեմ Լոտրեկի ներկայացման բանը, որը նաև ընտրվել է ցուցադրության համար։ Շնորհակալություն Էդիկ, ձեզ հաջողություն։ Մինչև դեկտեմբերի 15-ը կարող են այցելել ժամը 2-ից 6-ը Սունդուկյան թատրոն, ամեն օր շաբաթ եւ կիրակի։ Այո։ Շնորհակալություն ձեզ հաջողություններ եւ լավորվա շարունակություն։ Մեզ էլ մնում է ամենահավես հատվածը, մենք մեր աշխատանքը համարյա ավարտում ենք, բայց էլ ինչ աշխատանք արդենք թե Սաթենիկը չհանի համեղությունները։ Այո, հիմա տեղափոխվենք խոհանոց Սաթ, բարի լույս։ Կարող եմ արդեն ասել բարի կեսօր, քանի որ մոտենում է 12-ին։ Ես էլ իմ առողջ սնունդով եմ սկսել, սիրելի հեռուստադիտողներ, հետևեք ինձ, ամեն առավոտ մենք պատրաստելու ենք չ.ա. սերմով ըմպելիք, որը այո նպաստում է քաշ չավելանալուն, համեղ պատառները նորից պատրաստ են, իդեպ այսօրվա իմ առաջարկածն օգնում է քաշը պահպանել, ինչու որովհետև սև հաց կա, կատնաշոր կա, ձու կա, շատ համեղ, առողջ նախաճաշ։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, մեր երկուշաբթին այսօրվա այսպիսին էր, ձեզ լավ աշխատանքային օր եմ մաղթում, շնորհակալ ենք, որ ձեր օրը սկսեցիք մեզ հետ, ես էլ գեղեցիկ պատրաստեցի համեղ պատառները։ Մինչ վաղը ձեզ լավ օր։ Հաջողություն Սաթենիկ այդ մի պատառին աչքով էր։ Այո։ Այն մեկ աչքով արեց ինձ։ Շնորհակալություն հայտնենք նաև մեր հեռուստադիտողին, որ այս եթերային ժամանակ անցկացրեցին մեզ հետ։ Ռոմելանայի։ Այո։ Գրավում է։ Այո։ Դե ինձ ձեզ էլ բարի ախորժակ, լավ օրվա շարունակություն, այսօր երկուշաբթի է, հավաքեք ձեր մտքերը, շաբաթը անցկացրեք արդյունավետ եւ գլխավորը սիրեք իրար։ Ու հաճախ ժպտացեք։